Մահացել է սպառապետ Վազգեն Սարգսյանի հայրը։ Այս մասին տեղեկացրել են Վազգեն Սարգսյանի եղբայրները Արամ և Արմեն Սարգսյանները։ Նրա կյանքն ու կերպարը առանձնահատուկ տեղ ունեն ոչ միայն ընտանիքի, այլև Վազգեն Սարգսյանի որպես մարդու, գրողի, զինվորականի ու պետական գործչի ձևավորման պատմության մեջ։ Վազգեն Սարգսյանի հայրը համեստ, աշխատասեր, խստապահանջ, բայց արդար մարդ էր։ Նա այն սերնդից էր, որի համար հայրենիքը դատարկ բառ չէր, այլ ապրած իրականություն, պարտք ու պատասխանատվություն։ Ընտանիքում իշխում էին աշխատանքի, ազնվության, խոսքի արժեքի, մեծին հարգելու և փոքրին պաշտպանելու սկզբունքները։ Այդ միջավայրում էլ մեծացել էր Վազգեն Սարգսյանը։ Հոր դաստիարակության մեջ առանցքային էր կեցվածքը, ոչ թե բարձրաձայն քարոզը։ Նա որդուն սովորեցնում էր մարդ լինել առաջին հերթին, չվախենալ պատասխանատվությունից, երբեք չդավաճանել սեփական խղճին, հայրենիքը սիրել գործով, ոչ թե խոսքով։ Վազգեն Սարգսյանի խոսքերում և գրական ստեղծագործություններում հաճախ զգացվում է այդ ներքին խստությունը, պարզությունն ու տղամարդկային ուղիղ մտածողությունը, որոնք գալիս էին հենց հորից։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը ոչ միայն ազգային ողբերգություն էր, այլև անասելի հարված հոր սրտին։ Վազգեն Սարգսյանի հայրը կորցրեց որդուն ոչ բնական, ոչ ժամանակին, այլ բռնի ու դաժան կերպով։ Այդ օրվանից նրա կյանքը բաժանվեց մինչև և հետո։ Ասում էին, նա երբեք բարձրաձայն չէր ողբում, նրա ցավը լուռ էր, ծանր ու խորքային։ Այդ լռության մեջ կար հպարտություն, բայց նաև անդառնալի դատարկություն։ Նա ապրում էր որդու հիշողությամբ, որդու թողած գործով, որդու անունով ապրող ժողովրդի հարգանքով։ Բայց հոր սրտի համար նույնիսկ ազգային մեծարումը չի կարող փոխարինել որդու ձայնին, ներկայությանը, խորհրդին։ Նրա տառապանքը երկար էր, համբերատար, անխոս։ Վազգեն Սարգսյանի ընտանիքը միշտ աչքի է ընկել իր համեստությամբ։ Նրանք երբեք չեն փորձել շահարկել Վազգեն Սարգսյանի անունը։ Ընտանիքում առաջնայինը մարդն էր, ոչ թե պաշտոնը։ Ընտանիքը կանգնած էր Վազգեն Սարգսյանի կողքին նրա կյանքի բոլոր փուլերում՝ գրական, քաղաքական ու ռազմական։ Հայրը նրա համար ոչ միայն ծնող էր, այլ նաև բարոյական հենարան։ Ընտանիքի ցավը, հատկապես հոր և մոր ապրած կորուստը դարձավ այն լուռ ողբերգությունը, որի մասին քիչ էին խոսում, բայց բոլորը զգում էին։ Վազգեն Սարգսյանի հայրը հեռացավ կյանքից իր հետ տանելով անձնական մեծ ցավ, բայց թողնելով մեծագույն ավանդ՝ մարդ, ով դաստիարակեց մի որդի, որը դարձավ պատմություն։ Նրա կյանքի ամենամեծ գործը ոչ թե խոսքերն էին, այլ որդին, իսկ նրա ցավը դարձավ այն լուռ խաչը, որը նա կրեց մինչև կյանքի վերջ արժանապատվորեն, առանց աղմուկի։ Նրա որդին՝ Վազգեն Սարգսյանը, հայ նորագույն պատմության այն հազվագյուտ դեմքերից է, որի անունը նույնացվում է պետականության, պայքարի, հաղթանակի և ողբերգության հետ։ Նրա կյանքը կարճ էր, բայց չափազանց հագեցած, իսկ թողած հետքը խոր ու շարունակվող։ Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Արարատի մարզի Արշալույս գյուղում։ Մեծացել է աշխատավոր հայրենասեր ընտանիքում, որտեղ կարևոր էին ազգային արժեքները, կրթությունն ու կարգապահությունը։ Այդ միջավայրում էլ ձևավորվեց նրա բնավորության հիմնական առանցքը՝ ուղիղ, անզիջում, պատասխանատու։ Երիտասարդ տարիներին Վազգեն Սարգսյանը նախ և առաջ հայտնի էր որպես գրող։ Նրա պատմվածքներն ու ակնարկները խորապես մարդկային են, հաճախ կոպիտ, ճշմարտությամբ լեցուն։ Նա գրում էր գյուղի, պատերազմի, մարդու և արժանապատվության մասին։ Գրականությունը նրա համար ինքնանպատակ չէր, դա մտածողության դպրոց էր, որն ավելի ուշ արտահայտվեց նաև քաղաքական ու ռազմական որոշումներում։ 1988 թվականից Վազգեն Սարգսյանը կանգնեց Արցախի ազատագրական պայքարի առաջնագծում։ Նա չէր դիտում պատերազմը հեռվից, նա այնտեղ էր, զինվորի կողքին։ Նրա անունը արագորեն դարձավ կամավորական շարժման խորհրդանիշ։ Վազգեն Սարգսյանը կարողացավ միավորել տարբեր խմբերի մարդկանց բնավորությունների մեկ նպատակի շուրջ՝ պաշտպանել հայրենիքը։ Նրա խոսքը զինվորական էր, երբեմն կտրուկ, բայց զինվորի համար հասկանալի ու վստահություն ներշնչող։ Նա չէր խոստանում հեշտ հաղթանակ, այլ պարտավորություն։
1995 թվականին նրան շնորհվեց սպարապետ բարձրագույն զինվորական կոչումը որպես Արցախի պատերազմում ունեցած բացառիկ դերի ճանաչում։ Այդ կոչումը նրա համար տիտղոս չէր, այլ պատասխանատվություն, նրա պատկերացմամբ բանակը պետության ողնաշարն էր։ Որպես պաշտպանության նախարար նա պնդում էր, որ բանակը պետք է լինի ազգային, կարգապահ, քաղաքականից վեր, պատրաստ ոչ միայն հաղթել, այլ նաև պաշտպանել պետության հիմքերը։ Վազգեն Սարգսյանը քաղաքականության մտավ ոչ որպես դասական քաղաքական գործիչ, այլ որպես մարդ, ով պատերազմում տեսել էր պետության բացակայության գինը։ Նա դարձավ Հայաստանի Հանրապետության վարչապետ 1999 թվականին։ Նրա քաղաքական լեզուն հաճախ անհարմար էր, բայց անկեղծ։ Նա չէր թաքցնում խնդիրները, չէր փնտրում գեղեցիկ ձևակերպումներ։ Նրա համոզմամբ պետությունը կառուցվում է ծանր որոշումներով, ոչ թե հաճոյախոսությամբ։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանը սպանվեց Ազգային ժողովում ահաբեկչական գործողության ժամանակ։ Այդ օրը Հայաստանը կորցրեց ոչ միայն վարչապետին, այլև մի կերպար, որը մարմնավորում էր ուժեղ պետության գաղափարը։ Նրա մահը դարձավ ազգային ցնցում։ Շատերի համար այդ օրից հետո Հայաստանը փոխվեց։ Կորուստը ոչ միայն ֆիզիկական էր, այլ նաև գաղափարական։ Վազգեն Սարգսյանը չէր սիրում պաթոս, նա կոշտ էր, բայց զգայուն, սիրում էր գյուղը, գրականությունը, զինվորի պարզ հումորը, նա չէր սիրում կեղծիք, ոչ մարդկանց մեջ, ոչ խոսքում։ Նրա ուժը գալիս էր ոչ թե պաշտոնից, այլ վստահությունից, որ ժողովուրդը տալիս էր իրեն, իսկ նրա ամենամեծ ցավը հավանաբար այն էր, որ չհասցրեց ավարտին հասցնել իր սկսած գործերը։ Վազգեն Սարգսյանը մնաց որպես հաղթանակի սերնդի առաջնորդ, անկախ Հայաստանի բանակաշինության հիմնասյուն, մարդ, ով խոսեց ուղիղ և ապրեց կարճ։ Նրա անունը մինչ այսօր շարունակում է բաժանել, միավորել, հիշեցնել, բայց մի բան անժխտելի է. առանց Վազգեն Սարգսյանի անհնար է պատկերացնել հայ նորագույն պատմությունը։ Մենք միանում ենք բոլոր ցավակցական խոսքերին ու նրա ընտանիքին համբերություն ենք ցանկանում այս ծանր ու դժվարին պահին։